Այժմ տեսնենք ինչ է սպասվում առյուծներին հաջորդ շաբաթ, հուլիսի 12-ից 18-ը։ Ինչ է սպասվում առյուծներին հաջորդ շաբաթ։ Ընդհանուր տրամադրությունը անձնական միայնակների համար, զույգերի համար, աշխատանք եւ ֆինանսներ։ Գեղեցիկ կարտ եմ տեսնում հարգելի առյուծներ, գնում եք ժամադրության, գեղեցկանում եք, գեղեցկության սրահ եք գնում, չգիտեմ, շատ հետաքրքիր է հանդիպումներ, շփում մարդկանց հետ, հատկապես զույգերի համար, շատ գեղեցիկ շաբաթ է սպասվում։ Գնացեք, ժամադրվեք, հարգելիներս, ժամանակ անցկացրեք միասին։ Անձնականում տեսնում եմ աշխուժություն միայնակների համար, այո, եթե գնաք, ժամադրվեք, հանդիպեք, իրականում միգուցե եւ ինչ-որ բան փոխվի ձեր կյանքում, շատ լավ կարտ եմ տեսնում, բավականին աշխուժ, հատկապես սրտի 9-ը ձեր անձնականում կարող է ինչ-որ բան փոխվել։ Հատկապես հանդիպման ժամադրության կարտն էի տեսնում տրամադրություն, այսինքն տրամադրված է գնալ, հանդիպել նոր մարդկանց հետ, շատ լավ է, հենց այդպես աշխուժել պետք է լինել միայնակներին։ Հետաքրքիր կարտեր եմ տեսնում, ճիշտն ասած։ Գիտեք, աշխուժություն եմ տեսնում եւ էլ եմ ասում, հանդիպումներ, ժամադրություն եւ նորություն, փոփոխություն եմ տեսնում հատկապես այն միայնակ աղջիկների համար, ովքեր ինչ որ հարաբերություններից եւ այսպես սխալ տղամարդուց հեռացել են։ Ես տեսնում եմ այստեղ վեճերի կարտը, տեսնում եմ այստեղ առնետները, այսինքն ինչ որ այստեղ կորուստ է եղել։ Աղջիկ եմ տեսնում, որը հեռացել է եւ նայում է առաջ, եւ ինքը լրի վերջացել է հարաբերությունները, դե ինքը մենակ էլ իրեն համարում է, այսինքն ոչ թե վիճել են, նեղվել են, ինքը ընդհանրապես խզել է հարաբերությունները, եւ ես տեսնում եմ, որ ճիշտ էլ արել է, որովհետեւ տեսնում եք այստեղ խաչը բավականին բարդ կարտ է, դուք բավականին լուրջ որոշում եք կայացրել, այսպես հարաբերությունները միանգամից խզել եք, ինչքանով լուրջ հարաբերություն են եղել, ես չեմ կարող ասել, բայց աղջիկը թողնում է ամեն ինչ իր ետևում, սա իր անցյալն է, նայում է առաջ, եւ ճիշտ է արել, որովհետեւ եթե խաչը տեսնում եք, շատ բարդ է, չէ՞, կարող է մարդը ճիշտ որոշում է կայացրել, սխալ գնում է դեպի իր երազանքները, սա այդ մարդը չի եղել, այդ հարաբերությունները չեն եղել, միգուցե սա եղել է ինչ-որ մեկի ծանոթացրած տղան, ամուսնացի, արդեն տարիքով ես, աղջիկը մի պահ միգուցե մտածել է, բայց կամ հրաժարվում է դրանից, նայում է առաջ, որտեղ ինքը կյանքում այլ պլաններ ունի նպատակներ, ցանկություններ, հա, եւ այս առաջարկությունը ինչ որ չգիտեմ մեկի հետ կյանքը կապելու իրականում իր համար չի։ Տեսնում որ ճակատագրական իրականում ճանապարհը շատ ճիշտ է ընտրված հարգելի աղջիկներ, ովքեր որոշել են սխալ մարդկանցից հեռանալ, շատ ճիշտ որոշում եք կայացնել։ Իրականում ես տեսնում եմ, որ ձեզ համար դուք ընտրությունը արդեն կատարել եք, դուք ճանապարհնել եք, ընտրել, որոշել եք ինչ եք ուզում կյանքում անել, ճանապարհն ընտրել եք եւ տեսնում եմ նորություն, փոփոխություն ձեր կյանքում։ Ես մինչեւ էդ էլ ասացի, գնացեք, հանդիպեք, շփվեք նոր մարդկանց հետ, ընկերների հետ էլ կարող եք պարզապես դուրս գալ, ցրվել։ Մի հարաբերությունը խզելուց հետո շատ արագ որպես կանոն երևի հնարավոր չէ նոր հարաբերություններ կառուցել, բայց գոնե կարելի է դուրս գալ շփվել, ես տեսնում եմ նաեւ ընտանիքի անդամների հետ, միգուցե գնաք հանգստանալու, ձեզ հոգի հարազատ մարդկանց հետ գնաք շփվեք, որպեսզի կարողանաք ձեզ, չգիտեմ, այդ խնդիրներից հեռանալ, բայց ես չեմ տեսնում, որ դուք տխուր եք, չեմ տեսնում, որ դուք տառապում եք, ես տեսնում շատ այսպես ինքնավստահ կին, որը կոնկրետ հեռացել է, միգուցե այստեղ վիճել է այս տղամարդը, կոպիտ մարդ է եղել, ով է եղել, չեմ կարող ասել, ընդ որում չեմ կարող ասել ամուսնուց է հեռացել, ամուսնալուծվել է, ամուսնուց է հեռացել, թե ընկերոջից է հեռացել, կդժվարանամ ասել, բայց ես չեմ ասում, կարտերն են ասում, որ դուք իրականում ճիշտ ուղղությամբ եք գնում, ճակատագրական որոշումը, եթե նույնիսկ բարդ է եղել, դուք ճիշտ որոշում եք կայացրել, դուք այսօր մենակ եք, բայց ձեր կյանքում կլինի աշխուժություն եւ ձեզ նոր մարդ կհանդիպի, հաջորդ շաբաթ երևի թե չի հանդիպի, հաջորդ շաբաթ պարզապես կլինի բավականին աշխուժ եւ կարտերը հուշում են, դուրս եկեք, գնացեք, շփվեք, գնացեք, նորից փորձեք հանդիպել մարդկանց հետ։
Ինչ եմ տեսնում զույգերի հետ։ Զույգերի տեսնում եմ ամեն դեպքում զույգերները ինչ որ մտածելու առիթ ունեն, չեմ կարող ասել դրական թե բացասական իմաստով։ Ես ամեն դեպքում ընդհանուր տրամադրություն տեսնում շատ այսպես ռոմանտիկ որոշումներ են ուզում կայացնել իրենց հարաբերությունները միգուցե ավելի լրջացնելու։ Տեսնենք։ Բավականին այսպես տարօրինակ կարդ է Լիլիան։ Միգուցե խորհրդակցում են, զրուցում են, որոշումներ են կայացնում, ինչ որ զույգերը իրենց հարցերը։ Զույգերը կարող են լինել ամուսնացած եւ չամուսնացած։ Ինչ տակիր կարտեր եմ տեսնում։ Առաջին տարբերակը, որ տեսնում եմ, իրականում այս մարդը կարող է լինել մասնագետ, խորհուրդ եք հարցնում, բուժվում եք, որովհետև ուզում եք հղիանալ, այսինքն զույգերի հետ կապված, հա, նրանք ովքեր ամուսնացած են եւ երեխա ունենալու հետ խնդիր ունեին։ Ես տեսնում եմ, որ այս մաս կամ կարտերով։ Ես տեսնում եմ, որ դուք, այո, փոփոխություն, այսինքն երեխա եք ուզում, ամուսնացել եք, ընտանիքը կազմել եք, ուզում եք ընտանիքը մեծացնել, հա, շարունակությունը, հաջորդ քայլ ամուսնանալուց երեխա ունենալն է։ Տեսնում եմ, որ ինչ որ խնդիրներ եղել են, բավականին երկար ժամանակ երևի փորձել եք եւ չի ստացվել։ Գումարները ծախսել եք, բայց ես տեսնում եմ, որ աշտարակը քանդվում է, այսինքն անհաջողության մատ, այսինքն սովորական միգուցե բուժում է եղել, չի ստացվել, նորից մասնագետի մոտ եք գնում։ Ես տեսնում եմ, դուք կարող մեկի փոխարեն երկու մասնագետի եք գնում։ Ես տեսնում եմ այստեղ մատանի, միգուցե երկրորդ մասնագետը այլ տարբերակ է առաջարկում։ Սկզբում փորձել են կնոջ առողջությունը բուժել, երևի չի ստացվել, դրանից հետո փորձում են պարզապես արհեստական, հա, միջոցներով չմանրանամ, ամեն դեպքում տեսնում եմ այստեղ կինը, տեսնում եմ արագիլը, ես կարծում եմ սա երեխա ունենալու հետ է կապված։ Ես տեսնում եմ մատանի, այսինքն այստեղ նոր համաձայնության կգաք, նոր մասնագետի, նոր ինչ որ առաջարկության հետ։ Ես տեսնում եմ համաձայնության գալիս եք, անկեղծ ասած ես չեմ տեսնում դուք հաջորդ շաբաթ արդեն հղիանում եք հարգելնես, բայց ես տեսնում եմ, որ երևի հաջորդ շաբաթ որոշում եք նոր մասնագետի հետ աշխատել եւ այսպես նոր տարբերակ են ձեզ առաջարկում, ինչպես կարող եք երեխա ունենալ կամ հղիանալ։ Եթե բացի դրանից ուրիշ էլ ինչ կարող եմ տեսնել, եթե կարող եմ պարզապես տեսնել զույգեր էլ եմ ասում, ամուսնացած կամ չամուսնացած հարաբերություններում, տեսնում եմ այստեղ մարդիկ հավանել են իրար, բայց հետո ինչ որ բան փոխվել է, ինչ որ խնդրեմ է առաջացել, չեմ կարող ասել, եւ ինչ որ ժամանակ իրար հետ հարաբերությունները այդպես կայուն էին, դե մարդիկ միասին են, զույգ են, կարծես թե, բայց առանձնապես որ զգացմունքներ չկան, երևի հարմար են եղել իրար հետ ուղակի։ Այսպես 4 կողմից կան մարդիկ, որ միգուցե խանգարել են, խոսակցություններ են եղել, ինչ որ անվստահելի ամեն դեպքում ձեր 4 կողմ մարդիկ եղել են, չեմ կարող ասել։ Բամբասել են, դուք իրար համապատասխան չեք, կդժվարանամ ասեմ, ամեն դեպքում տեսնում որ դուք իբր զույգ եք, բայց ճանապարհը փակ է։ Ձեր հարաբերությունները շարունակություն չունեն եւ բավականին երկար ժամանակ է։ Դուք համ զույգ ունեք, համ չունեք։ Ես չեմ կարող ասել, ճանապարհն է, միգուցե հեռու է գնացել գումար վաստակելու համար տղամարդը եւ կինը սպասում է եւ տղամարդը չի գալիս։ Առայժմ դեռ իրար հետ չեն։ Ես այստեղ տեսնում եմ նաեւ այո, ճանապարհի կարտը եւ տեսնում եմ մատանի, միգուցե գիտեք, միգուցե աշխատանքի գնացել է մարդը ուզում է գումար վաստակել, որպեսզի գա կարողանան ամուսնանալ, աղջիկը նստել է տանը սպասում է։ Կարող է այդպիսի տարբերակ լինել։ Ամեն դեպքում ես այստեղ շատ չգիտեմ, շատ բան չեմ տեսնում, կամ կինը ուզում է հղիանալ մասնագետի միջոցով փորձում եք, չգիտեմ, տարբերակներ եք փնտրում եւ տեսնում են, որ մի առաջարկություն կլինի, որ կընդունեք։ Նույնիսկ եթե տղամարդը գնացել է եւ դուք միասին չեք, որովհետեւ ուզում եք գումար վաստակել, իսկ մատան տեսնում եմ ամենայն հավանականությամբ մարդը ինչ որ ժամանակ անց կգա եւ դուք երևի թե կամուսնանաք։ Ես սրտանց կամենում եմ հարգելնից, դրանից ավել ոչինչ չեմ կարող տեսնել։ Ինչ եմ տեսնում ֆինանսներողություն աշխատանքում։ Սա կարող է լինել աշխատանք on-line նաև, ինչ որ մեկը ֆրիլանս է անում, չեմ կարող ասել on-line ինչ եք անում, շատ շփում կա ամեն դեպքում ձեր աշխատանքը կապված է հաղորդակցման հետ, շատերը կարող են լինել բլոգերներ, միգուցե բավականին շատ շփում կա, միգուցե տեղից տեղ եք տեղափոխվում։ Տեսնենք։
Ամեն դեպքում ձեր աշխատանքը կապված է շատ շփման հետ, շատ եք շփվում զրուցում մարդկանց հետ։ Կամ պարզապես on-line եք աշխատում, տեսնենք։ Ամեն դեպքում հետաքրքիր կարտեր տեսնում եմ հարգելի առյուծներ, ում չի վերաբերում, ուրեմն ձեզ չի վերաբերում։ Իսկ տեսնում եմ աշխատանքի վայրում ամեն դեպքում ինչ-որ խնդիրներ եղել են։ Տեսնում եմ այստեղ կինը օծով, տեսնում եմ այստեղ ամպեր էին կուտակված։ Ես կդժվարանամ ասել, ձեր աշխատանքի վայրում կային մարդիկ այդ մարդկանց հետ այդքան էլ հաշտ չէի կամ ձեր աշխատանքը հաճախորդների հետ շատ եք զրուցում, շատ եք հաճախորդների հետ շփվում, իսկ չէ՞ որ հաճախորդները լավն են, դրական են, լավ չեն արձագանքում երբեմն։ Ուզում ասեմ, ամեն դեպքում ինչ-որ խոչընդոտներ կան եւ հենց մարդկանց հետ։ Դուք շատ շփվում եք ձեր գործի բերումով եւ շատ էլ մարդիկ ձեզ այսպես կամ գոլեգա են կամ հաճախորդ են, ինչ էլ ուզում ելնի։ Ամեն դեպքում այնքան էլ հաճելի մարդիկ չեն, բայց ես երկու տուզ եմ տեսնում հաջող։ Ինչ-որ բան կարող է փոխվել, փոփոխության կարգն եմ տեսնում։ Միգուցե ինչ-որ մեկի հետ զրուցեք, ինչ-որ մի անձնավորություն եք աշխատանքի վայրում, որ կարող է ինչ-որ տարբերակներ առաջարկել, ինչ-որ բան փոխել ձեզ համար, որովհետև տեսնում եմ այստեղ փոփոխության կարգը, տեսնում եմ այստեղ ճանապարհը խաչմերուկում ինչ-որ նոր առաջարկություն եւ տեսնում եմ համաձայնության գալիս եք։ Այսինքն եթե ինչ-որ խնդիրներ կար այդ հաճախորդների կամ մարդկանց հետ ու վրա աշխատում եք, խնդիրներ ունեք, տարբերակներ կան, դիմեք ինչ-որ մեկին, որ կարող է ձեզ օգնել, եւ տեսնում եմ, որ կկարողանան օգնել եւ ինչ-որ պայմաններ կարող են փոխվել ձեր օգտին։ Ես դրական փոփոխություն ամեն դեպքում տեսնում եմ։ Իսկ ֆինանսներ գալիս են ձեզ, դուք միգուցե նոր տարբերակ եք գտնում ֆինանսներով գրքով կարող եմ ասել, միգուցե, չգիտեմ, ձեր ֆինանսները ավելացնելու ձև եք գտնում։ Ամեն դեպքում ես տեսնում եմ 10-ով, որ ֆինանսներ գալիս են, դուք ֆինանսների խնդիր չունեք։ Շատ հաջող է, այո, տեսնում եք, հաջողության կարգն էլ դուրս եկավ։ Եթե ֆինանսական հարցեր կան, չգիտեմ, ում հետ ինչ եք զրուցում եք, հետաքրքրվում եք, ինչ որ հարցեր կան, ֆինանսական շատ հաջող կլինի, եթե հանդիպում եք, զրուցում եք, բանակցում եք, վարկ եք ուզում, չեմ կարող ասել ինչի համար, ինչ եք անում, բայց տեսեք, եթե տարբերակներ եք փնտրում ձեր գումարներն ավելացնելու, տարբերակներ կգտնեք, շատ հաջող է։ Եթե տարբերակներ եք փնտրում, երկրորդ աշխատանք եք ուզում, ասենք on-line երկրորդ գործ եք ուզում գտնել ֆինանսներն ավելացնելու, էլի տարբերակները կարող եք գտնել հարգելներս։ Շատ լավ է, ֆինանսների հետ կապված համենայնիվս շատ լավ է։ Այժմ տեսնենք ինչ է սպասում կույսերին հաջորդ շաբաթ հուլիսի 12-ից 18-ը։ Ընդհանուր տրամադրությունը անձնական միայնակների համար, զույգերի համար, աշխատանք եւ ֆինանսներ։ Ընդհանուր տրամադրություն տեսնում եմ այսպես, աշտարակ։ Այստեղ քանդվող աշտարակ է եւ ինչ որ ճանապարհ է փակ։ Ինչ նպատակից ցանկություն ունեիք, ինչ որ ձեզ թվում է, որ այդ ճանապարհը փակ է եւ չեք կարողանում ձեր նպատակին հասնել։ Սա կլինի անձնական հարցերով, թե կլինի ֆինանսական, թե աշխատանքի կարտերը մանրամասները ցույց կտան եւ կնայեն, բայց այս պահի տեսնում եմ, որ ամեն դեպքում ձեզ թվում է, որ ինչ որ մի բան չի ստացվում։ Դուք ուզում եք ինչ որ նպատակ ունեիք, բայց ճանապարհը չեք գտնում, տարբերակները չեք տեսնում եւ ձեզ արդեն թվում է, որ սա չի լինելու։ Ինչ որ ուզում եք, չի լինելու։ Դե դա միայնակներին չի վերաբերում հարգելներս, որովհետև տեսնում արև, լրացուցիչ կարտեր չեմ հանի, շատ լավ ժամանակահատված է, լավ շաբաթ կլինի միայնակների համար, տեսնում եմ լավ լուր։ Հանդիպեք, զրուցեք, շատ գեղեցիկ շաբաթ կարող է լինել միայնակների համար, որպեսզի գտնեք ձեր զույգ։ Ժամադրվեք, տղաներ, զանգեք, շփվեք աղջիկների հետ, կանչեք ժամադրության, աղջիկներ, ձեր հեռախոսները, տեքստերը ստուգեք, միգուցե ձեզ ինչ-որ մեկը լուր է ուղարկում, նամակ է, սա լավ լուր է ամեն դեպքում։ Երիտասարդներ, շփվեք, շատ շփվեք իրար հետ, նույնիսկ եթե միջին տարիքում եք, շատ հաջող շաբաթ է սպասում, հնարավորություններ կան, ամառ է, շատ շփվեք, Աստված ամեն ինչ շատ լավ լինի։ Այս հալ տեսնում մատանի, տեսեք, անձնական հարաբերություններում որոշ կույսերի համար հարգելներս, միայնակ եք, միայնակ չեք։ Միայնակները կարող են գտնել իրենց զույգ, զուգավորվել,
իսկ զույգերը կարող է որոշեն ամուսնանալ։ Երկու տուզ եմ տեսնում, հարգելի կույսեր։ Ես լրացուցիչ կարտեր կհանեմ իհարկե զույգերի համար, բայց ամեն դեպքում զույգերը, ովքեր որոշել են ամուսնանալ, շատ հաջող շաբաթ է, հաջող շաբաթ միգուցե այդքան շուտ միանգամից չեք ամուսնանա, բայց որոշում եք կայացնում, շատ հաջող կլինի։ Երկու ծաղիկներ եմ տեսնում, հարգելիներս, սրանց ավել ինչ կարող եմ ասել, սա այստեղ է լիլիաներ եմ տեսնում, այստեղ էլ հաջողության կարտը, տեսնում եմ այստեղ մատանի, այստեղ էլ տեսնում եմ։ Գնացեք ժամադրվեք, դուրս եկեք հանդիպեք աղջիկներ, տղաներ, ովքեր միայնակ են, դուք կարող եք գտնել ձեզ համար զույգ, որ ի վերջո կարող է իրականում դառնալ նաև կյանքի ընկեր։ Իսկ նրանք, ովքեր զույգով են, ուզում եք ամուսնության առաջարկություն անել, ամուսնանալ, որոշել, գնալ ընտանիքի անդամների հետ խոսել, արդեն մատանի դնել, շատ հաջող շաբաթ է, ճանապարհը բաց է, շատ լավ զույգ եք, շատ հաջող կլինի ձեր միությունը, ինչն ես ձեզ սրտանց կամենում եմ։ Աշխատանքում տեսնում եմ լուսին։ Լուսին նշանակում է ինչու բան եք լսել, ինչու բան եք իմացել, ինչ որ կասկածներ ունեք, անհանգստություններ ունեք, միգուցե դրան էր վերաբերում, դա անձնականին բացարձակ չէր վերաբերում, աշտարակը ձեզ թվում է, որ չգիտեմ, աշխատանքի հետ կապված կարող է աշխատանքը կորցնեք, կամ եթե աշխատանք եք փնտրում, միգուցե չգտնեք, առաջիկայում կարող է։ Տեսնենք, ինչ կասկածներ ու անհանգստություններ ունեք աշխատանքի հետ կապված։ Ես չեմ տեսնում ինչու բան լինում է։ Ես կարծում եմ, որ սրանք ձեր ավելի շուտ ձեր մտածմունքն է։ Ձեր անհանգստություններն են։ Շատ լավ կլինի իրականում, տեսեք հարգելիներս, եթե իրականում խնդիրը ձեր մտածմունքը աշխատանքի հետ գործերն առաջ չեն գնում, աշխատանք չեմ գտնում կամ աշխատանքում դե գնում եմ գործի գալիս եմ, բայց շատ բան առանձնապես չի փոխվում, իրականում տեսնում եք հառի 6-ով ճանապարհը փակ էր, իսկ հիմա աստղերով ճանապարհը բացվում է։ Իրականում հաջորդ շաբաթ ձեզ համար աշխատանքի բերումով էլ շատ լավ կլինի։ Նույնիսկ լուսինը, որ կասկածներ ու վախեր անհանգստություններին, տեսեք 4 գեղեցիկ կարտ եմ տեսնում։ Չնայած ձեր անհանգստություններին շատ կտրուկ կլինի փոփոխություն, միանգամից ճանապարհը կբացվի, սա էլ հաջողություն։ 6-ից գնում եք 7, այսինքն աշխատանքում կլինի առաջ խաղացում։ Եթե սա է ձեր մտահոգությունը, մտահոգվելու ոչ մի կարիք չկա։ Իրականում առաջ կշարժվեն գործերը։ Եթե աշխատանք եք փնտրում, շատ կտրուկ կարող է, եթե միգուցե երկար ժամանակ աշխատանք չէիք գտնում, ձեզ կարող է շատ այսպես անսպասելի առաջարկություն գալ, ճանապարհը բացվեց եւ դուք ընդունվեցիք աշխատանքի։ Աստված այդպես է լինի հարգելիներս։ Տեսնում եմ այստեղ նաև աշխուժություն ֆինանսներում։ Դե եթե աշխատանք փնտրում եք, գտնում եք եւ եթե աշխատանքային գործերը, հա, աշխատանքում ձեր լավանում են, բնականաբար ֆինանսներում են կլինի աշխուժություն։ Եթե գտնում եք աշխատանք, սկսեն ձեզ ֆինանսներ գալ։ Ամեն դեպքում տեսնում եմ տեղաշարժ նաև ֆինանսներում։ Տեսեք հարգելիներս, ես չեմ դուք եք, տեսեք։ Ասում էի տեղաշարժ կլինի, սա էլ աստղերը ձեր նպատակը ճանապարհը բացում է, այս էլ 10-ով ֆինանսներն էլ գալիս են, 3 հատ սիրտ եմ տեսնում։ Հարգելի կույսեր, պետք է ասեմ, չեմ կարող չասել։ Դե տեսեք ինչ կարտեր եմ տեսնում ձեզ համար։ Տեսնում եք այստեղ աշխատանքը, ֆինանսները գալիս են, ինչ նպատակ ունեք, ֆինանսների հետ ինչ գործարքներ կնքում եք, եթե լուր եք սպասում, ինչ որ նորություն պետք է լիներ ֆինանսների կգա, ոչ միայն լուրերը կգան, ֆինանսներն էլ կգա։ Դուք բացարձակ ֆինանսի խնդիր չունեք։ Զույգերն ուզում են ամուսնանալ, միայնակները արևով կարող են զույգ գտնել, այս ինչ տրամադրության մեջ եք դուք։ Սա ձեր մտքերն են։ Այ դուք այսպեսի տրամադրության մեջ եք գցում ինքներդ, կացես խաչ եք քաշում ձեր վրա, աշխատանքի վրա, ճանապարհը փակ է, չի լինում, չի ստացվի, սրանք ձեր մտավախություններն են, տրամադրությունը ձեր այսպեսին է, իսկ իրականությունը այ այսպեսին է։ Լրիվ հակասական։ Ես ուղղակի կույսերին շատ լավ եմ ճանաչում, դե հույսով եմ բոլորը այդպեսին չեն, եթե դուք այսպիսի տրամադրության մեջ եք, աստված այդպիսներ լինեք, իսկ նրանք ովքեր ունեն մտավախություններ, աշտարակը քանդվում է, ճանապարհը փակ է, ոչ մի ճանապարհ էլ փակ չէ։ Եվ աշխատանքում, եւ ֆինանսներում, եւ անձնականում ամեն ինչ շատ հաջող կլինի ձեզ համար առաջիկայում, հաջորդ շաբաթ հատկապես։ Այժմ տեսնենք ինչ է սպասում կշեռքներին հաջորդ շաբաթ հուլիսի 12-ից 18-ը։ Գնաց 1-2-ը չէ մի հոգի էր կարծես, բողոքում էր, շատ եք խառնում կարտերը, դե նույն բանը հո չեմ ասելու, հարգելիներս։
Պետք է կարտերը լավ խառնեն։ Վերջապես ես չէ որ կարտերից եմ ինֆորմացիա ստանում, այստեղ անհատական չեմ նայում, ես ոչ մեկ չկա։ Դիմացս իրենից էներգիա ինֆորմացիա ստանամ, ընդհանուր բոլորի համար բավականին բարդ է նայել այս։ Այսինքն զգում եմ, չէ, երբ պետք է խառնեմ, երբ չպետք է խառնեմ։ Մի փոքր համբերություն է ձեզնից սպասում, էդ էլ չունեք։ Դե որոշ մարդիկ չունեն։ Ընդհանուր տրամադրությունը կշեռքների հաջորդ շաբաթվա համար, միայնակների համար անձնականը, զույգերի համար անձնականը, աշխատանք եւ ֆինանսներ։ Մի տեսակ այսպես փոփոխական տրամադրության մեջ կլինեն կշեռքները հաջորդ շաբաթ։ Շատ փոփոխական, մեկ լավ է, մեկ վատ է, մեկ ուզում են մնալ, մեկ ուզում են գնալ, հեռանալ, երկրից դուրս գալ, հանգստանալու գնալ։ Ամեն դեպքում տրամադրված կլինեք ճանապարհ ընկնելու, ուր եք ուզում գնալ, հանգստանալու, թե պարզապես քաղաքից դուրս գալ, թե պարզապես երկրից դուրս գալ, ճամփորդելու չեմ կարող ասել, բայց այսպեսի փոփոխական տրամադրություն եք։ Սա չի նշանակում բացասական տրամադրություն։ Պարզապես միգուցե դուք ինչ-որ փոփոխություն եք ուզում ձեր կյանքում։ Տեսնում եմ լուսին իրականում միայնակ կշեռքների համար։ Լուսին նշանակում է կասկածներ, անհանգստություններ, տեսնենք ինչի հետ է կապված։ Այսինքն փոփոխություն միգուցե հենց առաջինը միայնակներն են ուզում։ Տեսնենք։ Ինչու են անհանգիստ միայնակ կշեռքները։ Ինչ հետաքրքիր կարտեր եմ տեսնում, հարգելի միայնակ կշեռքներ, տեսնում եք, շատ հետաքրքիր եմ տեսնում։ Տեսնում եմ սիրտ, արև, այստեղ մի քիչ անպամած է։ Անպամածը կարող է լինել դուք մի քիչ ուղղակի հուզվելու եք։ Հուզվելու եք, որովհետև միգուցե հանկարծ ինչ-որ մեկին հանդիպեք, միգուցե ճանապարհ եք գնում, ճանապարհին եք մեկին հանդիպում։ Շատ էսպես դուք կասկածներ, անհանգստություններ ունեք, բայց իրականում տեսնում եմ ծառով առաջ խաղացում, տեսնում եմ ճանապարհը բաց է, վերջում տեսնում եմ արև, միգուցե այնքան մեկը ինչ-որ գեղեցիկ հանդիպում ունենա, նույնիսկ հուզում եք լաց եք լինում ձեզ ու ձեզ, կարող է այդպես թող լինեն միայն երջանկության արդյունքներ, ամեն դեպքում շատ գեղեցիկ կարտեր եմ տեսնում, տեսեք ինքներդ։ Սիրտ։ Այսինքն միայնակների համար, եթե կա ինչ-որ մեկը, որ մեկին կարող եմ ասել, երևի հանդիպում, ուզում եք հանդիպել, ուզում եք ինչ-որ մեկի հետ զույգ կազմել, տղա եք, աղջիկ եք, նշանակություն չունի, հատկապես աղջիկները լաց կլինեն, տղամարդիկ դժվար թե լաց լինեն, քան հուզվեն։ Իրականում երևի մտածում եք սիրում է, չի սիրում, առաջարկություն կանի, չի անի, դուք ունեք ցանկություններ, ուզում եք իր հետ շարունակել, միգուցե ընկեր է, ծանոթ է, պարզապես արդեն շփվում եք, բայց դեռ չեք ժամադրվում, դե ամենայն հավանականությամբ միգուցե կանչեն ձեր ժամադրության, շատ ուրախանաք, հուզվեք, լավ զգաք ձեզ, աստաստա, շատ լավ կարտեր եմ տեսնում ամեն դեպքում։ Ամեն դեպքում լավ կարտեր եմ տեսնում, այո, փոփոխություն ուզում էին միայնակները, այդ փոփոխությունը կլինի եւ կլինի դրական, հույսով եմ շատերի համար լինի։ Տեսնում եմ ամուսնություն զույգերի մեջ, ամուսնության խոսակցություններ եմ տեսնում, մատանի եք դնում, կոնկրետ որոշում եք կայացնում ընտանիք կազմել։ Տեսնում եմ սիրտ, սկզբում տեսնում էի ուզում եք ամուսնանալ։ Գիտեք, ես չգիտեմ, տան հետ կապված ինչ-որ խնդիր կա, կարծես ուզում եք ամուսնանալ, բայց տան հետ կապված ինչ-որ խնդիր կա, պետք է այդ հարցը լուծվի, ինչ-որ ուշանում է, դրա համար այսպես մի տեսակ անհանգստացած եք, բայց ես վերջում տեսնում եմ, որ ամեն ինչ իրականում շատ էլ դրական կվերջանա։ Միգուցե ուզում եք առանձին տուն տեղափոխվել, ամուսնանալ, երիտասարդները, այդպես կարող է լինել, միգուցե տուն էին փնտրում, վարձու չեն կարողանում գտնել իրենց ուզած վայրում, իրենց ուզած տունը, չեմ կարող ասել, տունը վաճառում եք, որպեսզի ամառանոց եք վաճառում գումար լինի հարսանիք անեք, ես կդժվարանամ ասել, տարբերակները շատ են, բայց ես տեսնում եմ տուն, տեսնում եմ, որ ուզում են ամուսնանալ, բայց ես ինչ-որ լուր են սպասում ամեն դեպքում։ Լուրը մի տեսակ ուշանում է, անհանգիստ են, բայց ամեն դեպքում ինչ էլ լինի, ինչ հարց էլ լինի, տան հետ կապված, որից կախված է ձեր ամուսնությունը, ձեր հարսանիքը միգուցե, իրականում շատ դրական կլինի, հույսով ինձ հաջորդ շաբաթ դրական այդպես լուրն էլ գա, հարգելնից եւ ձեր հարցերը լուծվեն։ Ամեն դեպքում ես տեսնում եմ, որ ձեր ամուսնությունը կկայանա։ Իսկ աշխատանքի հետ կապված տեսնում եմ մի տեսակ աշտարակը քանդվել է, ճանապարհը փակ է։ Ինչ որ մի բան աշխատանքում այնպես չէ։ Իսկ կան մարդիկ, ովքեր աշխատանք չունեն։ Տեսնենք։
Եվ եթե կարտով տեսնում եք սկզբում տրամադրություն փոփոխություն են ուզում, որոշ մարդիկ կարող է աշխատանքում են ուզում փոփոխություն, ում անձնական կյանք չէր վերաբերում։ Հետաքրքիր է, շատ հետաքրքիր է։ Հարգելի կշեռքներ, իրականում ես աշխատանքի վայրում տեսնում եմ խնդիրներ։ Տեսնում եմ, որ որոշ կշեռքներ հատկապես բոլորին չի կարող վերաբերել, հարգելիներս, ես նորից եմ ուզում կրկնել, որ ոչ մեկ չմտածի, բացասական ինչ տեսնում եմ, այն պետք է ասեմ։ 40 քանի կարտ կա այստեղ, ես երևի չգիտեմ, քանի կարտ հանեցի, բացասական բոլոր կարտերը դուրս եկան։ Ես այստեղ տեսնում եմ ճանապարհը փակ է, ես չգիտեմ ինչ նպատակ, ինչ ցանկություն ունեք աշխատանքի վայրում, ինչ-որ բան չի ստացվում։ Ինչ-որ մի բան աշխատանքում չի ստացվում այնքան, այստեղ տեսնում եմ ղարետուց, որ դուք միգուցե որոշում կացնեք, որ ժամանակն է աշխատանքից հեռանալու։ Սա ես չեմ ասում ինձնից, ես կարտերով եմ տեսնում։ Ես այստեղ տեսնում եմ ձեր աշխատանքի միջավայրը չեմ կարող ասել շատ լավն է, այստեղ անընդհատ ինչ-որ խնդիրներ կան, դուք անընդհատ խնդիրներ ունեք, ես չգիտեմ, ձեր աշխատանքը ավելացնում են, ամեն դեպքում աշխատանքում, եթե չգիտեմ, ում ինչպես կվերաբերի, ես տեսնում եմ, որ կշեռքներ կան որոշ, որոնք աշխատանքի վայրում խնդիրներ ունեն եւ աշխատանքը կորցնելու ճանապարհին են, որոշում միգուցե պետք է կայացնեն։ Գործերը կանգնած են, չեն շարժվում, առանձնապես ֆինանսներն են, ձեզ չեն գոհացնում, մարդիկ էլ առանձնապես շատ բարեհամբույր չեն միգուցե, ամեն դեպքում կորուստ տեսնում եմ, ես չգիտեմ, ժամերն են կրճատում, ֆինանսները չեն գալիս, վարձատրությունը ձեզ չի գոհացնում։ Փոփոխություն, նորություն եք ուզում միգուցե, չգիտեմ, միգուցե կամաց ինչ-որ բան փորձում են շտկել, բայց նորից էլի չի ստացվում։ Իսկ թվում է, որ դուք ֆինանսներով իրականում ֆինանսների համար եք աշխատում, ես կարող եմ ասել, ոչ մի կապվածություն աշխատանքին չկա, բացարձակ։ Դուք ուղղակի միգուցե տան, այստեղ տուն եմ տեսնում, ես չգիտեմ, տան առքու վաճառքի հետ է կապված ձեր գործը, ձեզ չեն տալիս գործ, մյուսներին են տալիս, դուք մնում եք այսպես անգործ, կամ տնից եք աշխատում, կամ չգիտեմ, տան հետ կապված ինչ գործ եք անում։ Այսպես նաև շատ է շփում եմ տեսնում, ճիշտն ասած, շատ եք խոսում, զրուցում մարդկանց հետ, միգուցե տնից տուն եք գնում, ես չգիտեմ, հազար մի գործ կարող են տան հետ կապված։ Ամեն դեպքում տեսնում եմ, որ ձեզ աշխատանքին կապողը միայն ֆինանսներն է, ուրիշ ոչ մի բան։ Դուք ոչ զրույցներից եք հաճույք ստանում, ոչ մարդկանցից, ոչ հաղորդակցությունից։ Ես տեսնում եմ, որ այս լրիվ բացասական կատ է, ղար եմ տեսնում։ Իրականում միայն ֆինանսներն են երևի դրական, որ ամեն դեպքում ձեզ աշխատանքը հեշտ է, ամեն պետք է աշխատանք, չէ, ամեն մարդ չի որ այդպես հեշտությամբ կարող է աշխատանքից թողել ու որոշել ու դուրս գալ։ Տեսնում եմ, փորձում եք ինչ-որ մեկի հետ խորհրդակցել, բայց մարդիկ խոչընդոտներ են առաջացնում, ոչ մեկը չի, շարունակում եք, զրուցում եք, վերադասի մոտ եք գնում, ես վերջում էլի տեսնում եմ ամպերեն կուտակված։ Այսինքն գիտեք, ես տեսնում եմ, որ ձեզ լսում եմ, դուք փորձում եք, տարբերակներ եք փնտրում, բայց իրականում վերջին կարտն էլ, ես տեսեք, բոլոր գրեթե կարտերը հանեցի, կեսը կարտերի, ոչ մի դրական բան չեմ տեսնում։ Իսկ վերջում ստվերում տեսնում եմ, միգուցե ավելի ճիշտ է ձեր հեռանալ աշխատանքից, եթե այսպիսի վիճակ է։ Ես չեմ տեսնում, համենայնդեպս որոշումը ձերն է, ես իրավունք չունեմ ոչ մեկին ասելու ինչ անել, ինչ չանի, ես կարտերով եմ տեսնում, հարգելին, ես տեսնում եմ այստեղ ճանապարհը փակ է, այստեղ էլ տեսնում եմ, որ ինչ-որ մեկը աշխատանքից հեռանում է։ Ես չեմ կարծում, որ ձեզ հեռացնում են իմիջիալ, տեսնում եմ աղջիկ ինքը թողում է ամեն ջետևում եւ հեռանում է։ Եթե նույնիսկ դժվար է, այսպիսի վիճակ է, ես այսպես կարող եմ ասել կարտերով ինչ որ տեսնում եմ ամեն դեպքում, ես չեմ տեսնում, որ հաջորդ շաբաթ ինչ որ բան դրական փոփոխություն կարող է լինել։ Ես իսկապես չեմ տեսնում անկեղծ ասած։ Դուք շարունակում եք զրուցել, փորձեք, հա, եթե կարող եք ինչ որ բան շտկել, տարբերակներ, եթե իսկապես չեք ուզում աշխատանքը կորցնել, չեք ուզում դուրս գալ, ինչ որ անում եք, մինչև հիմա չի աշխատել, փորձեք այլ տարբերակներ գտնել։ Այս ուրիշ ոչինչ չեմ կարող ասել։ Ամեն դեպքում տեսնում բավականին բարդ իրավիճակ է որոշ հատկապես կանանց համար։ Իսկ ֆինանսներ կան, ես չեմ տեսնում, որ դուք ֆինանսներ չունեք, ֆինանսական ինչ-որ նեղություն քաշում եք, իրականում ճիշտ ասած չեմ տեսնում, միգուցե հենց ֆինանսներն էր, որ ձեզ պահում էր աշխատանքի վայրում, միգուցե դուք լավ ֆինանսներ վաստակում եք։ Իրականում արագիրով սկզբում որ ասում եք փոփոխություն եք ուզում, ինչ-որ տեղափոխություն, միգուցե հենց աշխատանք է, դուք ինչ-որ բան ուզում եք փոխվի, ոչինչ էլ չի փոխվում։ Ծանրաբեռնել են երևի ձեզ աշխատանքով։
Դե իսկ նրանք, ովքեր արդեն այսպիսի վիճակում եղել են, արդեն հեռացել են աշխատանքից, ես տեսնում եմ, որ առայժմ դուք աշխատանք չեք գտնում։ Հաջորդ շաբաթ, դե մի շաբաթում միգուցե չգտնեք, հետո կգտնեք, բայց տեսնում եմ, որ առայժմ ճանապարհը փակ է։ Բայց շատ անհաջող աշխատանքից եք հեռացել։ Նույնիսկ եթե հեռացել եք, հարգելիներս ճիշտ եք արել, որտեղ շատ անհաջող վայր է եղել, անհաջող աշխատանք, եւ միայն ֆինանսներն են ձեզ այդտեղ գոհացրել։ Մի շաբաթ չլինի, մի շաբաթ կգտնեք աշխատանք, ոչինչ։ Որտեղ ես ֆինանսական չեմ տեսնում, դուք ֆինանսական խնդիրներ չունեք։ Ֆինանսներում շատ հաջող է, տեսնում եք, սա հաջողության կարգ է։ Ես չգիտեմ, ֆինանսների հետ կապված ինչ հարցեր ունեք, ինչ եք անում ձեր ֆինանսների հետ, զրուցում եք, գումարներ ձեզ պետք են ինչի համար, հաջող է։ Ֆինանսական ես ոչ մի խնդիր չեմ տեսնում, բացարձակ։ Ֆինանսական խնդիրներ չեմ տեսնում։ Միակ խնդիրները անկեղծ ասած տեսնում եի միայն աշխատանքի հետ կապված, առայժմ աշխատանք չեք գտնում, դե մի շաբաթ չգտնեք, հույսով եմ դրանից հետո կգտնեք հարգելիներս, ես ձեզ հաջողություն եմ մաղթում։ Այժմ տեսնենք ինչ խորհուրդ կտան կարտերը, ինչ է սպասվում կարիճներին հաջորդ շաբաթ, հուլիսի 12-ից 18-ը։ Ընդհանուր տրամադրությունը, անձնական միայնակների համար, զույգերի համար, աշխատանք և ֆինանսներ։ Ընդհանուր տրամադրություն տեսնում եմ օձ։ Ուշադիր եղեք ձեր կանանց, հարգելի կարիճներ, դուք եք կինը, թե ձեր առողջության մասին է, ձեր մոր առողջության մասին է, չգիտեմ, տան կինը, ամեն դեպքում սա ես ամուսնացած եւ տարիքով կին եմ տեսնում, միջին տարիքի եւ բարձր։ Առողջական խնդիրներ կարող են ունենալ, դա կարող է լինել առաջնահերթ։ Դա չի նշանակում վատանալու է առողջությունը։ Միգուցե կան մարդիկ արդեն հիվանդ են, եթե կան մարդիկ, ովքեր առողջական խնդիրներ ունեն, մի քիչ ավելի ուշադիր եղեք իրենց նկատմամբ։ Միայնակների համար ինչ եմ տեսնում, ինչ որ լուրի են սպասում միայնակները, չգիտեմ, եւ վաղուց են սպասում։ Միգուցե ինչ-որ մեկը կա իրենց մտքում, ինչ-որ մեկի հետ ուզում են հանդիպել, շփվել, մի տեսակ կամ միգուցե շփվում են ինչ-որ մեկի հետ, բայց հեռու է։ Դա կարող է լինել հեռավորության վրա, ինչ-որ մեկի հետ on-line շփվում են, բայց մարդը ֆիզիկապես իր կողքին չէ։ Իրականում բավական հետաքրքիր կարտեր եմ տեսնում, տեսեք, հարգելիներս։ Տեսնում եմ նրանք, ովքեր մենակ են, բավականին երկար ժամանակ էլ մենակ են։ Մենակ եք, որովհետև, չգիտեմ, շատ չեք շփվում կամ on-line եք հիմնականում շփվում, ֆիզիկապես մարդկանց երես չեք հանդիպում, կդժվարանամ ասել։ Ամեն դեպքում նրանք, ովքեր մենակ են, բավականին էլ ժամանակ է, որ մենակ են։ Ես եղել տեսնում հաջողության կարտը, միգուցե ժամանակն է, որ դուք հանդիպեք, եթե շփվում եք on-line ինչ-որ մեկի հետ, դուրս գաք, գնաք, շփվեք, եթե չեք ուզում մենակ չեք վստահում, միգուցե ինչ-որ մեկին հետները տանեք, տեսնում եմ շփում, հանդիպում, ճանապարհ։ Գիտեք, ճանապարհի մեջտեղում իրականում որոշում պետք է կայացնեք, բայց եթե ես ճիշտ եմ հասկանում, ինչ որ տեսնում եմ կա այդպիսի տարբերակ, որ դուք դեռ զույգ չեք, բայց շփվում եք ինչ-որ մեկի հետ, ժամանակն է գնալ ժամադրության կոնկրետ ֆիզիկապես մարդուն հանդիպել, էլի եմ ասում, եթե մենակ չեք ուզում, ինչ-որ մեկին տարեք ձեզ հետ, ինչ-որ մեկին, որ վստահում եք։ Զրուցեք, շփվեք, շատ տնից դուրս եկեք, տեսնում եմ այստեղ նաև որոշում պետք է կայացնեք։ Ամեն դեպքում on-line միայն շփվելը առանձնապես չի օգնում հարաբերություններն առաջ շարժվել։ Պետք է նաև ժամանակն է նաև հանդիպել։ Զույգերի համար տեսնում եմ խաչ։ Բավականին բարդ կարտ է խաչը։ Ինչ որ փոփոխություն կարող է լինել զույգերի կյանքում ձեզնից անկախ, այսպես անսպասելի։ Կարող է լինել եւ դրական եւ բացասական, եկեք չտրամադրվենք բացասականի։ Հարգելի կարիճներ։ Ինչ եմ տեսնում այստեղ ես։
Այսպես կարող եմ ասել, զույգերի մասին եմ ասում, բայց եթե դուք ամուսնացած եք, զույգ ունեք, սա կարող է առանձնապես ձեզ չվերաբերվել, վերաբերել ընտանիքի որևէ անդամին։ Եթե սկզբում հիշում եք, ասում էի առողջության ուշադրություն դարձրեք ինչ-որ մեկի ձեր տանը մեկի առողջության հետ կապված, հատկապես կնոջ, չնայած կարող է նաև տղամարդ լինել, բայց կարող է նաև լինել կին առողջական խնդիրներ ունենա։ Իրականում այսպես խաչով կարող եմ ասել, միգուցե անսպասելի մի քիչ կարող են լրացուցիչ ծախսեր ձեզնից պահանջվել, որտեղ այստեղ գումարներ եմ տեսնում։ Բայց այս վերաբերում է այն մարդկանց, ովքեր արդեն հիվանդ ունեն, այսինքն ինչ-որ ժամանակ է մարդը հիվանդ էր, հա, հիվանդ էր եւ բուժվում էր, այսինքն ոչ մեկ հաջորդ շաբաթ չի հիվանդանալու, հարգելն ես, ովքեր հիվանդ չունեն, դες չի վերաբերում, նրանք ովքեր տանը հիվանդ ունեն, կարող է կարիճ լինել, կարող է կարիճի տան անդամ լինել, չեմ կարող ասել։ Ամեն դեպքում ինչ-որ փոփոխություն տեսնում եմ, հիվանդը տանն է, այսինքն հիվանդանոց չեմ տեսնում տեղափոխություն, բարդ իրավիճակներ չեմ տեսնում եւ նույնիսկ երբ որ ինչ-որ մի ժամանակ էր մարդ իրեն ված չէր զգում, հա կինը լավ չէր զգում, տեսնում այստեղ ես տեսնում ամպեր են տեսնում կուտակված, ես տեսնում ծառով, այսինքն առաջ խաղացում կլինի։ Միգուցե ծախսեր կլինեն, նոր դեղորայք, չգիտեմ, բուժումը շարունակվում է, բայց իրականում մարդը ծախս կլինի անսպասելի ձեզնից, բայց առողջությունը կնոջ կլավանա։ Անկախ նրանից թե այս կինը ով է։ Ես շատ այսպես կերպարներ եմ տեսնում։ Դա ինչ վերաբերում է առողջության, ծախսեր կարող են լինել, շարունակում է բուժվել, բայց տանը չեմ տեսնում հիվանդանոցներ եւ այլն, այսինքն բարդ իրավիճակ չէ եւ առողջությունը մարդու ծառով կարող եմ ասել, որ առաջ խաղացում կլինի, ավելի կինը իրեն լավ կզգա։ Բացի դրանից, եթե առողջության հետ չկապենք, ինչ կարող եմ այստեղ տեսնել։ Մի վարքյան ես մի փոքր ժամանակ տվեք, ես պետք է հասկանամ ինչ եմ տեսնում այստեղ բացի դրանից։ Առաջին ինչ որ տեսնում եմ, դրանից հետո փորձում եմ ինչ-որ այլ տարբերակ անսպասելիորեն ինչ-որ ամեն դեպքում անսպասելի ես ծախսեր տեսնում եմ, ծախսեր առաջանում են, ինչ-որ մարդը, ինչ-որ մեկը զանգում է, ինչ-որ լուր է ասում եւ իրականում տարբերակա հարցը լուծելու։ Ինչու՞ մի չեմ կարող ասել, տեսեք, ընտանիքներում ամուսնացածների միգուցե զույգերի ընտանիքում, որտեղ ես ծառեր եմ տեսնում, կարծում եմ այստեղ ամեն դեպքում ամուսնացած զույգի մասին է։ Ես չեմ կարող ասել ինչ հարց է այսպես անսպասելի առաջանում, եթե առողջության մասին չի խոսքը, ինչ որ լրացուցիչ ծախսեր են տան հետ կապված։ Երեխաների հետ կապված, տան հետ, չգիտեմ, երեխա ունեք, ուզում եք երեխաների սենյակը վերանորոգել, օրինակի համար տուն եմ տեսնում այդպես։ Ինչ որ փոփոխություն, որ երկար ժամանակ այդ, չգիտեմ, տան վերանորոգմամբ չեք զբաղվել, լրացուցիչ ծախսեր են պահանջում։ Հիմա ուզում եք տունը վերանորոգել, փոփոխություններ, ծախսեր են դրանից պահանջում կամ պարզապես, չգիտեմ, ինչ որ տանիքը, հա, ջուր եք աթում, որոշում եք, որ իրականում այսպես անսպասելի ծախսեր են պետք է տանը գործեր անեք, ինչ որ փոփոխություն լինի։ Ես իրականում տեսնում եմ ամեն ինչ էլ կանեք, ամեն ինչ էլ կլինի, նույնիսկ եթե ինչ որ եւ հուզումներ կան, եւ անհանգստություններ կա, եւ ծախսեր էլ կա, բայց իրականում ամեն հարցը կարողանաք լուծել։ Ոչ մի բարդ վիճակներ չեմ տեսնում, ուղղակի ինչ որ անսպասելի հարցեր են առաջանում տանը, ընտանիքում։ Շատ էլ կերպարներ եմ տեսնում, անկեղծ ասած, եւ ծնողներ եմ տեսնում, եւ երիտասարդներ եմ տեսնում։ Լուրջ, ոչ մի լուրջ մեծ խնդիրներ անկեղծ ասած չեմ տեսնում, կդժվարանամ ասել ուրիշ էլ ինչ կա, բայց նույնիսկ եթե մանր-մունր խնդիրներ կան տանը, ընտանիքում, ամեն ինչ էլ ի վերջո ամեն հարց կարող եք լուծել, այսինքն շատ բարդ շաբաթ չի սպասվում ձեզ, բայց նրանք ովքեր ինչ որ խնդիրներ ունեին, անսպասելի ինչ որ հարցեր են առաջանում տանը, ընտանիքում, այդ հարցերը կկարողանաք լուծել, բայց ոչ թե ընտանիքում ձեր հարաբերություններին են ճիշտ ասած սպասում, ավելի շատ ինչ որ տան հետ էր կապված։ Տան հետ կապված ինչ որ հարցեր են առաջանում, պետք է որոշումներ կայացնեք, բայց կլուծեք, ամեն ինչ ի վերջո կշտկվեր։ Աշխատանքում տեսնում եմ գերանդին, ինչ-որ մեկից կարող է աշխատանքը կտրվում է, հեռանում է, ինչ-որ մեկ ինքն է հեռանում, կամ կարող ինչ-որ կտրուկ փոփոխություն է սպասվում աշխատանքի վայրում։ Որ կտրուկ շատ դրական փոփոխություն է սպասվում, հարգելի կարիճներ, չեմ կարող ասել ինչ է հատուկ կտրուկ փոխվում, բայց ոչինչ չի կտրվում ձեզնից։ Իսկ եթե դուք աշխատանք փնտրում եք, կարող այսպես շատ անսպասելի կտրուկ, հա, հանկարծակի
ձեզնից կա այսպես շատ անսպասելի ձեզ համար, շատ գեղեցիկ կարտեր եմ տեսնում, ինչ որ մեկը ձեզ աշխատանք է առաջարկում, լուրը գալիս է, ձեզ ընդունել են աշխատանքի, ընդունվում եք եւ դուք արդեն գործազուրկ չեք։ Իսկ եթե դուք գործ եք անում, աշխատանքում ինչ եք անում, կտրուկ որոշում եք կայացնում, ինչ որ բան եք ուզում փոխել, իրականում աճելու, հա ձեր բիզնեսը լավացնելու համար շփվում եք մարդկանց հետ, շատ ակտիվ եք, բանակցում եք, զրուցում եք եւ հաջողություն։ Ամեն դեպքում աշխատանքում շատ կտրուկ էլ փոխվում, ինչ որ փոխվում է, շատ դրական։ Միայն դրական կարտեր եմ տեսնում։ Աշխատանքում ամեն ինչ կլինի շատ նորմալ։ Ֆինանսներում էլ կլինի ամեն ինչ նորմալ։ Ինչ որ պայմանագրեր են կնքում, համաձայնության եք գալիս, ում հետ էլ լինի, ինչի հետ էլ կապված լինի։ Ինչ ֆինանսական պայմանագրեր ունեք, նպատակներ ունեք, չգիտեմ, ամեն դեպքում ինչ որ համաձայնության ի վերջո կգաք։ Անպայման, տեսնում եմ, կարտերն էլ եկան ապացուցեցու, ինչ որ արդեն ասեցի։ Այո, անպայման համաձայնության կգաք։ Ես տեսնում եմ, որ ամեն դեպքում բանակցություններ եղել են եւ խնդիրներ եղել են, մանր-մունր, ինչ որ անհամաձայնություն միգուցե եղել է, բայց ինչ որ մարդիկ կան, որոնք ձեզ օգնում են։ Այս շնորհիվ կարող եմ ասել, շատ ընկերական, շատ մտերիմ եք ձեզ մարդիկ են, հենց ֆինանսներով էլ տեսնում եմ, պետք է օգնեն ձեզ, որպեսզի ձեր ֆինանսներով դուք չգիտեմ, այդ ինչ համաձայնության եք գալիս։ Ինչ որ ժամանակ մի քիչ ձգձգվել է գործը, կարող եմ ասել, բայց ձեզ օգնում են եւ հաջողության հասնում եք։ Պայմանագիրներ կնքվում են, ինչ համաձայնություններ որ լինի, ինչ էլ կապված լինի ֆինանսների հետ, ինչ եք ուզում անել, վարկ եք ուզում վերցնել, ինչ ուզում եք անեք հարգելներես, իրականում համաձայնության կգաք եւ ձեր գումարներն են ձեզ կգան, շատ հաջող կլինի եւ աշխատանքը եւ ֆինանսները շատ հաջող կլինի։ Ձեզ հաջող շաբաթ եմ ցանկանում, հարգելի կարիճներ։